Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ կարևոր է տարվա բոլոր եղանակներին եւ հատկապես տարվա սկզբին շատ կարևոր է իրականում իմանալ, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել եւ ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Դուք գիտեք, որ մեզ մոտ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հատկապես ոլորտներին, որտեղ տպավորություն է, որ խնդիրը միշտ կա, շատ շատերին է տանջում ու վերջնական, ինչպես ասում են, մի ձեռքի հարվածով խնդիրը լուծելու մեթոդներն ու առաջարկները բավական քիչ են։ Առհասարակ ասում են, որ մարդիկ կան, ովքեր ոլորտները երբ ընտրում են, անպայման համապատասխանեցնում են իրենց տեսակին։ Առողջապահության բժշկության ասպարեզում սա առավել տեսանելի է։ Ինչ որ մի ժամանակ սկսում է առողջապահության որևէ ոլորտ քեզ հետաքրքրել, հետո դու հասկանում ես, որ այնտեղ, որտեղ խնդիրը դժվար լուծելի է ու անընդհատ նոր ինչ-որ մեթոդների անհրաժեշտություն կա, այս ոլորտն է քեզ հետաքրքիր։ Եվ այստեղ որպես կանոն լինում են մարդիկ, ովքեր սիրում են չհանձնվել, սիրում են հստակ ու կազմակերպված հաստատուն քայլերով գնալ դեպի նպատակները։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Էլ-Ռումում ողջունել Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ, բժիշկ ստոմատոլոգ, պերիոդոնտոլոգ Լուսինե Հարությունյանին։ Լուսինե, իդեպ ուզում եմ ամենասկզբում նշել, ես չներկայացրի, որ դուք Հայաստանում որպես պարադոնտոլոգ, սա ըստ էության նույնն է, մենք այսպես պարադոնտոլոգ ենք սովորաբար ասում, առաջին եւ միակ դիպլոմավորված մասնագետն եք։ Շատ ուրախ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Ես էլ նույնպես շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ հուսամ իրոք հետաքրքիր զրույց կստացվի նաեւ ձեր ունկնդիրների համար։ Շնորհակալ եմ շատ։ Լուսինե, ձեր թույլտվությամբ իհարկե մենք այսօր ասոցիացիայի մասին կխոսենք, որովհետեւ այս ասպարեզում ասոցիացիան կարծում եմ, որ մի քիչ շատ ֆունկցիա ունի իր վրա վերցնելու, որովհետեւ ընդամենը տարիներ 1-2 տասնամյակ առաջ լնդային հիվանդությունները, որոնք մեզ մոտ կարծում եմ, եթե ես չեմ սխալվում, բավական շատ տարածված են, լուծման խնդիրները լուծելու բուժման շատ քիչ տարբերակներ կային, այնպես որ այս ոլորտում երևի ամեն օր մի նոր բան ի հայտ է գալիս եւ շատ կարեւոր է փորձի փոխանակումը։ Երևի սա է պատճառը, որ հենց ասոցիացիայի վրա դուք որոշեցիք ավելի շատ շեշտադրում անել զրույցի։ Այո, ճիշտ նշեցիք, իհարկե, մեզ մոտ ցավոք սրտի շատ տարածված է եւ խնդիրը գնալով ավելի երիտասարդանում է, այսինքն 30 տարեկան եւ ավել տարիքի պարագայում նույնիսկ մինչեւ 95% դեպքերում նշում են, որ հանդիպում է լնդի խնդիրը։ Այս պատճառով համակարգված լինել, ուղեցույցներին տեղյակ լինել նաեւ միջազգային գրականությունում ինչպես են ճիշտ վարում այս խնդիրը, իհարկե սա առաջնահերթ է եւ այո, դա դրված է մեր ասոցիացիայի աշխատանքի հիմքերում։ Ինչպես դուք որոշեցիք այն նեղես ոլորտն ընտրել ստոմատոլոգիայի մեջ։ Իհարկե ընդհանուր նաև ստոմատոլոգիայով զբաղվում եք, բայց հատկապես հենց որպես պարադոնտոլոգ ճիշտն ասած, ինձ շատ էր հետաքրքրում վիրահատական ասպեկտները ստոմատոլոգիայում, սակայն ուզում էի ավելի լինեի ազատ իմ գրաֆիկի մեջ եւ պարադոնտոլոգիան դա թույլ տվեց ինձ անել համ մի քիչ հեռու լինել հիվանդանոցային կյանքից եւ դրանից դուրս նաեւ զբաղվել վիրահատական գործունեությամբ։ Մյուս կողմից պարադոնտոլոգիան քիչ ուսումնասիրված, քիչ զարգացած գիտություն էր եւ շատ սահմանափակ էին այդ ժամանակ, երբ որ ես որոշել էի անցնել արձինատուրա, շատ սահմանափակ էին պարադոնտոլոգիայի բուժման եղանակները, ինչպես ճիշտ բուժել եւ խնդիրը ես հասկանում եմ, որ շատ տարածված էր, այդ պատճառով ես ինքս ուզում եմ ինչ-որ մի ներդրում ունենայի, իմ լուման ունենայի նաեւ այս մասնագիտության զարգացման գործում։ Նաեւ հենց պարադոնտոլոգիայում շատ հետաքրքիր է, որ վերջին տարիներին ոչ միայն նոր բաներ անընդհատ բացահայտվում են, այլ ըստ էության հերկվելով է առաջ գնում այս գիտությունը, չէ՞, այսինքն նախորդ բուժման տարբերակները ոչ թե ոչ արդյունավետ են համարվում, այլ սխալ։
Ճիշտ եք ասում, նախկինում ընդունված էր եղել տարբեր սրսկումների միջոցով, կարծես թե բուժել, բայց դա իրականում բուժում չէր։ Մեղադրելու չի, այդ ժամանակ դա էր ընդունված որպես տարբերակ, հա, ինչ որ մի ձևի թեթևացնելու պացիենտների լնդի վիճակը, բայց զարգանալուն զուգահեռ մյուս կողմից սահմանները բացվեցին, հա, արդեն շփվեցին եվրոպական, ամերիկյան դպրոցների հետ, դա եւս մտահորիզոնը լայնացրեց եւ պարզ դարձավ, որ բուժման շատ ավելի ուրիշ տարբերակներ կան, ավելի արդյունավետ եւ իրոք խնդիրը հնարավոր է բուժել։ Այո, մի ժամանակ ընդունված էր, որ եթե ասում էին դուք ունեք լնդի խնդիր, լնդի հիվանդություն, դա համարվում էր անբուժելի վիճակ եւ պացիենտը ինքը համակերպվում էր մտքի հետ, որ վաղ թե ուշ ժամանակը կգա եւ ատամները կկորցնի։ Մեր օրերում բուժման նոր տարբերակները հնարավորություն են տալիս ատամները պահպանել երկարաժամկետ։ Այո, սա հրաշալի նորություն է, որովհետեւ տարիներ շարունակ մենք խոսել ենք եւ միշտ նշել են, որ պետք է հետեւել, ուղղակի հնարավորինս հետաձգել, բայց փաստորեն բուժում չկա։ Իսկ հիմա Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ բժիշկ ստոմատոլոգ պերիոդոնտոլոգ Լուսինե Հարությունյանը նշում է, որ բուժումը կա, հնարավոր է բուժել, ուղղակի շատ կարևոր է, որպեսզի հետևողական լինել։ Եվս մեկ հարց մինչ ասոցիացիային անդրադառնալը, որ տարիքից է պետք ուշադիր լինել եւ սկսել ինչ-որ բան անել։ Առանձնահատուկ ուշադրության արժանի 12 տարեկանը, քանի որ սկսում է սեռահասունացման շրջանը եւ էնդոկրին համակարգի զարգացումը ընդհանուր իրազդեցություն թողում է նաեւ ատամնացիոնային համակարգի վրա։ Դրա համար որպես թիրախային հատված, հա, ընտրում ենք 12 տարեկանը եւ պարբերաբար մեր միջոցառումներում էլ մենք ունենք լնդի առողջության հետ կապված միջոցառում, այդ տարիքի երեխաներին առավել ուշադրություն ենք դարձնում։ Եվ իհարկե գենետիկ ֆակտորը այո կարևոր է եւ մարդիկ ցավոք չունեն ընտրելու հնարավորություն, հա, ծնվելիս ընտրեն իրենց ուզած գեների հավաքածուն եւ ստացվում է, որ ժառանգապես փոխանցվում է այդ իմունիտետի առանձնահատկությունը, այսինքն ինչպես է օրգանիզմը պատասխան տալիս միկրոբներին, որոնք որ հարուցում են լնդի խնդիրները։ Դե դրա համար շուտ բացահայտելը շատ կարևոր է, որպեսզի կարողանան պահպանեն, այսինքն մենք ասում ենք ինդիվիդուալ ինչպես իրենք հետևեն, նման պատմության դեպքում, որպեսզի հնարավորինս պահպանեն ատամները։ Այո, այսինքն 12 տարեկանում պետք է անպայման մասնագետի հետ խորհրդակցել հասկանալու համար խնդիրը, դա թե չէ։ Եվ եթե չնչին ինչ որ շեղումներ են նկատում, դա կարող լինի ամենահասարակ արյունահոսություն, հա, էպիզոդի կարող է 1-2 անգամ արյունահոսություն նշում երեխան, ականջի հետև չի կարելի գցել, անպայման պետք է հետևել։ Այո, պետք է հետևել, փաստորեն 12 տարեկանը այստեղ շատ կարևոր տարիք է, մենք սրա մասին առիթ չենք ունեցել, ես ինքս չէի լսել, պետք է անպայման հետևել, դիմել բժշկի, հետազոտվել եւ փոքր խնդրի դեպքում, որովհետեւ այս դեպքում փաստորեն այս լուրջ խնդրից կարելի է խնդիրը լուծել կամ բավական հետաձգել ըստ էության, այսինքն ատամները երկար պահել։ Մեկ բառով ուղղակի նշենք, որ նույնիսկ մենք այդպես սովորենք, չէ՞, դանակը ոսկորին հասնի, ոչինչ, հետո իմպլանտ կդնենք, իմպլանտի համար էլ է կարևոր լինդը, որովհետեւ ի վերջո իմպլանտը դրվում է ատամի փոխարեն, բայց լնդի մեջ։ Ճիշտ է, լինդը իրոք շատ կարևոր է եւ կա դպրոց եվրոպական, որ ինքը ասում է ավելի կարևոր է լինդը, քան ոսկրը։ Կարծիք կար, որ եթե հաստ ոսկրի մեջ տեղադրվում է իմպլանտը, մենք ունենք երկարաժամկետ կյանքի տևողության իմպլանտ, բայց պարզվում է, որ լինդը առավել կարևոր է։ Այսինքն, եթե պացիենտը այն վարքագիծը չունի ատամները հիգիենան ճիշտ պահպանելու, ուրեմն ինքը կկորցնի նաեւ իմպլանտները։ Կարող է կորցնել նաև իմպլանտը։ Շնորհակալ եմ շատ Լուսինե։ Ձեր թույլտվությամբ ասոցիացիայի մասին երբ է ստեղծվել եւ որն էր անհրաժեշտությունը պերիոդոնտոլոգիայի ասոցիացիայի ստեղծման Հայաստանում։ Հայաստանում ստեղծվեց 2013 թվականին, հիմնադիրը Վարդան Բակալյան իր շուրջը հավաքեց թիմակիցներին, այդ թվում ձեր խոնարհ ծառան, որպես համահիմնադիր հանդես եկա այդ պահին, մեզ հետ համահիմնադիրներն էին նաև մի խումբ պարադոնտոլոգներ, ովքեր բավական վաստակ ունեին այդ ժամանակ, մեր ավագ սերնդի ներկայացուցիչները եւ միասին այսպես հավաքվեցինք եւ կայացավ հիմնադիր
իր նիստը։ Դրանից հետո արդեն ծավալվեցին իրադարձությունները եւ ամբողջ նպատակը նա էր, որպեսզի Հայաստանում զարգացնենք պերիոդոնտոլոգիան, հաշվի առնելով խայտարակ մեծ տարածվածությունը եւ ունենալով միտում ինչ որ չափով գոնե բարելավելու պացիենտների կյանքի որակը, քանի որ եթե ատամների խնդիրը կա, դա իհարկե ազդում է ընդհանուր կյանքի որակի վրա։ Իսկ ասոցիացիայի, այսինքն այստեղ ստոմատոլոգները ըստ էության բավական ներկայացուցչական է կազմը, գիտեմ, որ շատ պրոֆեսիոնալներ են նաև ընդգրկված։ Շրջանակը բավական մեծ է մեր անդամների ասոցիացիայի, դե այն մարդիկ են, ովքեր զբաղվում են պերիոդոնտոլոգիայով, ասենք միջազգային տերմինաբանությամբ։ Հասաստեյության նույնն է, չէ՞։ Այո, բայց փորձում ենք ինտեգրվել համաշխարհային այսպես տերմինաբանության մեջ եւ դրա համար ձեզ էլ ենք չարչարում այդ տերմինով կներեք, արդեն գիտեք, կսովորենք։ Այսպես ունենք դիմացնոտային վիրաբույժներ, բժիշկ ստոմատոլոգներ ընդհանուր պրոֆիլի, ունենք նույնիսկ օրթոդոնտներ, ովքեր որ հասկանում են լնդի դերը նաև օրթոդոնտիկ բուժման ընթացքում, որովհետև լինում է շատ գեղեցիկ ատամնաշար իրենք կարող են ստանալ, հա, ատամները ուղիղ գեղեցիկ դասավորեցին ատամնաշարում, բայց լնդի խնդրի պատճառով կրկին պացիենտի կյանքի որակը տուժվում է, ամենականոնահոսություն, լնդի գերաճ եւ այլն եւ այլն։ Այդ իսկ պատճառով նույնիսկ օրթոդոնտները անդամագրվում են մեր ասոցիացիային, որպեսզի կարողանան ճիշտ բուժում իրականացնել, ոչ միայն ատամների, այլ նաեւ լնդի հետ կապված, որ իրենք հետագայում խնդիր չունենան։ Ըստ էության երևի նեղ մասնագիտացում որպես միակն է հենց պերիոդոնտոլոգիան, որ դիտարկում է բերանի խոռոչը որպես այսպես ամբողջություն, չէ՞։ Հա, հենց տերմինը դա է նշանակում, որտեղ պերիոդոնտոլոգիա, այսինքն ատամի շուրջ հյուսվածքների հավաքածու, հա, այսպես համալիր, այդպես կարելի ասել, որտեղ միայն ատամը չի։ Այսինքն պերիոդոնտոլոգիան շատ յուրահատուկ ուղղություն է, իր մեջ ընդգրկում է թե ատամի շուրջը ոսկրը, թե լինդը, այսինքն ունենք թե փափուկ, թե կարծր հյուսվածքներ, եւ այդ ամենի ամբողջականությունը գումարած նաև ընդհանուր օրգան համակարգերի նշանակությունը տեղային առողջության մեջ։ Շատ լավ, իսկ այս փաստորեն արդեն 12 տարի է գործում է, 2 տարի է դուք եք ղեկավարում, արդեն նախագահում ասոցիացիան միջոցառումների մասին, այսինքն սկզբում ինչ նպատակով, ինչ ծրագրով, որ հիմնադրվել է, դա պահպանվում է եւ արդեն երևի 12 տարվա հերվից կարելի է գնահատել արդյունավետությունը։ Սկսեցինք իհարկե գիտական գործունեությամբ, որովհետև նպատակը մեր ստոմատոլոգների գիտական մակարդակի բարելավումներ, հա, այսինքն ծանոթացնել իրենց ժամանակակից պերիոդոնտոլոգիայի ուղղություններին, ուղեցույցներին, ինչ որ շատ կարևոր է տարածել այդ ինֆորմացիան եւ տարեկան գիտաժողովը, մեծ գիտաժողովը դա առաջնային խնդիրն էր։ Հետագայում իհարկե ծավալվեցինք, սկսեցինք կազմակերպել արդեն փոքր խմբերով դիսկուսիոն, այսինքն քննարկումային ակումբներ, պերիոկլուբ ենք անվանում կամ պերիո ակումբ, այսպես մասնագետներով հավաքվում են եւ քննարկում են կլինիկական դեպքեր, փորձի փոխանակում, այո, կոնկրետ դեպքեր, փորձի փոխանակում, հարց ու պատասխան, այսպես քննարկումներ եւ նաեւ բացահայտվում է այսպես ճշմարտությունը, հա, ինչ վիճաբանության մեջ բացահայտում են ճշմարտությունը եւ այսպես շատ հետաքրքիր մտքեր են գոյանում։ Շատ հետաքրքիր միջոցառում է մեզ համար նաև լնդի առողջության օրվան հետ կապված մասնակցությունը, որտեղ ամբողջ աշխարհում դա նշվում է մայիսի 12-ին, նվիրված է հասարակության շրջանակներում բարձրացնել տեղեկատվություն, այսինքն սանիտար լուսավորչական աշխատանք է իրենց ներկայացնում, որպեսզի հասցնենք մարդկանց բերանի խոռոչի հիգիենայի կարևորությունը, ինչքան կարևոր է, որպեսզի իրանք ունենան առողջ ատամներ եւ դա էլ բնականաբար կարևոր է, էլի միշտ հանգում ենք այդ կյանքի որակի պահպանման, այո, որտեղ ինչ անում ենք ի վերջո դա դրան է հանգեցնում։ Ես հասկանում եմ, որ այստեղ իրականում ասոցիացիա հիմնելը շատ կարևոր է, այսպես որպեսզի դրա մասին անընդհատ խոսվի եւ թիրախներն են շատ։ Թիրախները շատ են, այո, համ բժիշկներն են, համ երիտասարդ մասնագետներն են, նաեւ ուսանողները, որ դեռ չեն կողմնորոշվել, ինչ ուղղությամբ գնան, հա։ Մենք մեր աշխատանքներով նաեւ նպաստում ենք, որպեսզի իրենք էլ հասկանան, արդյոք այս մասնագիտությունը իրենցն է, իրենց հոգեհարազատ է, թե ոչ։ Իսկ
իսկ հիմա հետաքրքրությունը կա, ինչպես է հետաքրքրությունը գնահատում, պատկերացրեք բավական ավելացել է, այո, ու նույնիսկ բժիշկները, ովքեր ավելի ռադիկալ մոտեցում ունեին, ավելի հակված էին հեռացնելուն, իմպլանտացիային եւ այլն, հիմա իրենք էլ են գիտակցում լնդի կարեւորությունը եւ մեր շարքերը գնալով արդեն համալրվում են, այո, որտեվ լնդի կարեւորությունը իսկապես ապացուցված է եւ փորձը ցույց է տալիս իր դերը։ Պերիոդոնտոլոգների ասոցիացիան վերջերս դարձել է Եվրոպական պերիոդոնտոլոգիայի ֆեդերացիայի անդամ, հա, EFP-ի անդամ է դարձել։ Սա ինչ է նշանակում, ինչ որ երևի որոշակի չափանիշների համապատասխանում եք, որ դարձել եք ֆեդերացիայի անդամ եւ ինչ կարող է տալ, ինչ առավելություններ է տալիս։ Որպեսզի դառնանք անդամ, դեռ լիիրավ անդամ չենք, աշխատում ենք այդ ուղղությամբ, դեռ միջազգային կից անդամ ենք կոչվում։ Դրա համար մենք ներկայացրեցինք մեր ակտիվությունը, ինչպիսի ակտիվություն ենք ցուցաբերում, ինչ աշխատանքներ ենք կատարում, գիտաժողովներ ենք կազմակերպում եւ նրանք մեզ ընդունեցին։ Դա թույլ է տալիս լինել ամբողջ այդ համաշխարհային պերիոդոնտոլոգիայի մի մասնիկը, հետ չմնալ թարմացումներից, մասնակցել արտոնյալ պայմաններով մեծ գիտաժողովներին, որոնք պարբերաբար կազմակերպվում են, ձեռքի հմտության դասերին, որոնք կրկին որոշակի պարբերությամբ կազմակերպվում են, ինչպես նաև անդամագրվել ամսագրին, դա եւս մեծ տալիս է ժամանակակից գրականությանը հասանելիություն, որը եւս շատ մեծ անհրաժեշտություններ է ներկայացնում, ինչպես նաև ներկայացնելու Հայաստանը մեր հայկական պերիոդոնտոլոգիան միջազգային ասպարեզում։ Ի տարբերություն բժշկության, հա, մյուս ճյուղերի, այստեղ նաև մարդկանց մտածողության հետ է կապված, չէ, որոշակի, այսինքն վարքագծի կարելի ասել, վարքագիծը շատ կարևոր է։ Դրա համար թույլ տվեք մի բան նշել, որ կա այսպիսի հասկացություն պերիոդոնտալ պացիենտի թեկնածու, որտեղ ոչ բոլորը կարող են լինել պերիոդոնտալ պացիենտ։ Այսինքն, եթե բժիշկը ցանկանում է փրկել տվյալ անձի ատամները, տվյալ անձը ինքը եւս պետք է պատրաստ լինի դրան, այսինքն իրականացնի իր վարքագծի մեջ որոշակի փոփոխություններ։ Եթե դա չի արվում, բժշկի արածը անիմաստ է ստացվում, այո, արդյունավետ չի։ Նաև ուսուցումների մասին, ըստ էության ստոմատոլոգները հիմա բավական շատ են, տարբեր կենտրոններ, շատ խնդիրներ են լուծում եւ առհասարակ կլինիկաներում աշխատում են ըստ էության ողջ սպեկտրը, հա, բերանի խոռոչի առողջության ներառել։ Հիմա ստոմատոլոգները նույնպես այստեղ շատ են։ Ինչքանով է կարևոր որոշակի մասնագիտական այն նորույթներին տիրապետել նաև հենց պերիոդոնտոլոգիայի ասպարեզում։ Շատ կարևոր է, որպեսզի մենք արդեն քիչ-քիչ անցնենք մինիմալ ինվազիվ, այսինքն հնարավորինս քիչ տրավմա պատճառելով ստանալ առավելագույն արդյունք։ Այդ իսկ պատճառով էլ ունենք մեծ ընտրանի, հա, ուսուցումների, վերապատրաստումների, այդ կողմից ստոմատոլոգները պատկերացրեք շատ առաջատար են, թող ինձ ներեն մնացած բժիշկները, բայց մենք ստոմատոլոգները, ոչ միայն պերիոդոնտոլոգները, մյուս պրոֆիլի ստոմատոլոգները բավական ակտիվ ենք, թե միջազգային գիտաժողովների մասնակցելու հարցում, թե այստեղ կազմակերպելու տարբեր վերապատրաստման սեմինարներ, ձեռքի հմտության դասընթացներ եւ բավական այսպես առաջադեմ եղանակներով ենք աշխատում։ Պատկերացրեք, մեզ մոտ Հայաստանում ստոմատոլոգիան բավական բարձր մակարդակի վրա է։ Այո, երբ համեմատում ես աշխարհի հետ, արտերկրից էլ մենք ունենք շատ պացիենտներ, ու բավական բարձր նշաձող է պահպանվում մեզ մոտ։ Ես գիտեմ, որ դուք նաև մոդուլային ուսուցում, դրա մասին նախնական զրույցի ժամանակ խոսեցինք, Լուսինե, ինչ է սա իրենից ներկայացնում եւ ում համար է նախատեսված։ Պատկերացրեք, ամբողջ պերիոդոնտոլոգիա, տեղեկատվությունը, հա, մասնագիտական, մենք բաժանել ենք, մասնատել ենք ըստ գլուխների։ Դրա մեջ մտնում է պահպանողական բուժումը, վիրահատական բուժումը, որտեղ պերիոդոնտոլոգիան մի քանի մասերից է կազմված, հա, եւ դա այսպես մասնակի իրականացնում ենք դասընթացներ, ներառելով նաև ձեռքի հմտության դասընթացները, քանի որ ստոմատոլոգիան ինքը միայն տեսություն չի, նաև անհրաժեշտ է որպեսզի ձեռքի հմտություն ունենա բժիշկը, այդ իսկ պատճառով այսպես մոդուլներով, այսինքն մասնատված դասընթացներով մենք իրականացնում ենք սեմինարները, տեսական մաս, այնուհետև գործնական մաս, երբ մասնակիցները իրենց լսած ինֆորմացիան, հա, տեղեկությունը նաև կիրառում են։ Դա կարող է լինի կամ ֆանտոմային ծնոտների վրա, կամ խոզի ծնոտների վրա, որպես բիոլոգիական մոդել, եւ արդեն հմտանում են
տվյալ եղանակի մեջ։ Դա կարող է լինի օրինակ ստոլնդային ատամնաքարերի մաքրում կամ կարելու նոր եղանակները կամ օրինակ վիրահատական եղանակները կամ լնդի ռեցեսիայի փակում օրինակ։ Այսպես որտեղ միայն տեսություն ստոմատոլոգիայում ճիշտ չի, քանի որ մերը պրակտիկ գործնական մասնագիտություն է։ Իսկ սա ում համար է ավելի շատ նախատեսված, ավելի սկսնակ, հա, երևի։ Տարբեր է լինում լսարանը։ Ունենք խմբեր, որ բավական փորձառու են մասնակիցները, ունենում ենք նաև սկսնակ բժիշկներ։ Ուղղակի դրանից կախված արդեն դասախոսը իր ելույթը կարողանում է ձևակերպի, ձևափոխի։ Ունենք օրինակ ընդհանուր պրոֆիլի ստոմատոլոգներ, ովքեր ցանկանում են խորանալ իրենց գիտելիքները խորացնել պերիոդոնտոլոգիայի գծով, մասնակցում են մեր մոդուլներին, խնդիր չի։ Լսնե, իսկ այս ամեն ինչը կազմակերպելը նաև այստեղ ըստ էության սա լրացուցիչ հնարավորություն է, չէ՞, ասոցիացիայի անդամների, ինչպես են տեղեկանում եւ ինչ առավելություններ ունեն անդամները ասոցիացիայի։ Ասոցիացիայի անդամները տեղեկանում են մեր սոցիալական հարթակներով, Instagram-յան էջ ունենք Facebook-յան էջ, ունենք հատուկ ասոցիացիայի անդամների համար Telegram-յան ալիք, որտեղ որ տեղադրում ենք գիտական նորություններ, հոդվածներ, եթե լինում ենք տարբեր գիտաժողովների, այնտեղից հղումները, հա, կարևոր ինչ-որ տեղեկություն ու այսպես ինֆորմացիայի փոխանակումը տեղի ունենում, ինչպես նաև գիտական մեր գործունեությունից զատ մենք ունենք այսպես Հայաստանը բացահայտել ARM-PERIO-ի հետ այդպիսի ուրեմն միջոցառում արշավների են գնում տարին 2 կամ այս տարի 1 անգամ ստացվեց, որտեղ շատ զբաղված ենք մեր գիտական գործունեությամբ, այսպես Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրեր ենք բացահայտում միասին եւ շփվում ենք արդեն ստոմատոլոգիայից դուրս, իրար ենք ճանաչում ու բավական հետաքրքիր է անցնում։ Հետաքրքիր է։ Հիմա անդամները բավական շատ են, հա, թիվը մոտավոր այս տարի 65 դարձանք։ Միայն Հայաստանից թե հնարավորություն ունեն կարելի է նաև դրսից մասնագետները մասնակցեն։ Ունենք մեր հայազգի գոլեգաներից, ով որ Բելգիայում է, իմ շատ մոտիկ ընկերուհին, նա հերվից մեզ միացած է։ Այո։ Այնպես է ստացվել, որ կոնգրեսին, մեր այս տարվա կոնգրեսին ինքը Հայաստանում էր եւ մասնակցեց։ Այո, այսինքն կարող մի հոգի Ռուսաստանից։ Իհարկե, հայերը տարբեր հայազգի։ Այո, իհարկե։ Օտարերկրյա քաղաքացիները եւս կարող են անդամագրվել։ Եվ նաեւ շփումը այլ մասնագետների հետ, օրինակ էնդոկրինոլոգների հետ, գաստրոենտերոլոգների հետ, կարդիոլոգների հետ ունենք այսպիսի միջոցառում, որը կոչվում է Ինտեգրա, իրականացնում ենք Հայկական բժշկական ասոցիացիայի հետ, նպատակը տարբեր ուրեմն մասնագետների հետ համատեղ գիտաժողովի իրականացումն է։ Նաև ձեր աշխատանքի, չէ՞, մեջ հոգեբանական մասը շատ է, պացիենտի հետ պետք է կապվեք, որովհետև երկարատև է ամեն դեպքում եւ բուժման ընթացքը եւ այսպես արագ արդյունքներ չկա։ Ձեզ շատ վստահում են։ Ինչպես է լինում, որ այսպես դանդաղ այդ արդյունքները ստանալու պարագայում էլ հենց մարդիկ կան եւ ունեք պացիենտներ, որ հետեւողական ու տարիներով վստահում են իրենց լնդերի առողջությունը ձեզ։ Եթե պացիենտը ունենա լնդի խնդիր, դա ստացվում է արդեն մշտական պացիենտ։ Եթե որպես ստոմատոլոգ մենք վստահություն ենք ներշնչում, որովհետեւ պացիենտը ինքը եւս իրեն պետքա կոմֆորտ զգա, չէ՞, բժշկի մոտ ինքն էլ է ընտրում բժշկի մոտ, որ մենք պացիենտին, այդպես եթե եկանք մենք փոխադարձ այսպես համակրանքի ինչ որ միջավայր, հա, դա ստացվում է շփում ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ ես ունեմ պացիենտներ, մի քանի կլինիկաներ են փոխել, իրենք իմ հետևից եկել են, որովհետև այդ կապը ստեղծվել է, հա, համակրանքի վստահության, եւ բուժում իրականացում ամբողջ կյանքի ընթացքում լնդի խնդիրը այդպես է։ Եթե չենք հետևում, սրացում է լինում եւ հետո դժվար է լինում նաեւ պահպանել արդյունքը։ Լուսնե, շնորհակալ եմ, բայց ես ուզում եմ ձեր թույլտվությամբ մի երևի շատ ոչ պրոֆեսիոնալ հարց տալ։ Նշում եք, որ ամբողջ կյանքի ընթացքում ըստ էության շարունակվում է, այսինքն կապը բժշկի ու պացիենտի, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ մենք ունենում ենք լնդերի ցավ, նույնիսկ թեթև արյունահոսություն, երևի դուք ավելի լավ գիտեք, ավելի այսպես սուր աչքով հաճախ նկատել եք, երբ ուղղակի դեղատուն ենք մտնում որոշակի ինչ-որ քսուկներ կամ ատամի մածուկները տանունը վրա գրված եւ այլն, դա օգտագործում ենք եւ
Մեզ թվում է, որ այս խնդիրը ինչ որ ձևով լուծել ենք, այսինքն մենք զբաղվել ենք այդ խնդրով։ Դա լուրջ խնդիր է իրականում, որովհետև լնդի խնդիրները իրենք առանց սուր ցավի են ընթանում։ Թվում է, թե մի փոքր մի ինչ որ երևույթ է, հա, լնդի արյունահոսություն եղավ, անցավ, կարծես թե վերջ, քանի որ մեր մեջ է ինքնաբուժումը բավական խոր արմատներ ունի եւ առանձնապես ստոմատոլոգների էլ վախենում են այցելել, չեմ ասում չեն սիրում, վախենում են այցելել ստոմատոլոգի եւ դա իր հերթին բերում է շատ լուրջ խնդիրներ, որտեղ անցնում է ժամանակ, կարող է անցնել տարիներ եւ երբ որ արդեն խնդիրը դրսեւորվում է, դա լինում է արդեն բավական ուշ, հա, պացիենտը դիմում է արդեն ատամի շարժով, լնդի բավական լուրջ ախտահարմամբ, թարախոհոսություն, արդեն շատ ավելի առատ արյունահոսություն եւ այս պահին արդեն մենք կանգնած ենք լինում ատամը պահելու հեռացնելու լուրջ խնդրի առաջ։ Իսկ եթե դա արվի ժամանակին, մենք կունենանք շատ հաջող արդյունք եւ լինդը ունի բավական լավ պոտենցիալ վերականգնվելու։ Այդ իսկ պատճառով պետք է ժամանակին դիմել, նույնիսկ ինչ որ կարող է թվա առաջի հայացքից դա աննշան ինչ որ խնդիր, բայց անպայման պետք է հետեւողական լինել եւ դիմել մասնագետին։ Մենք շատ հաճախ տեղեկատվության պակաս ունենք։ Ես գիտեմ, որ նաեւ ասոցիացիան, որը իրականում շատ ակտիվ է, Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիան, նաեւ YouTube-յան ալիք ունեք դուք, որտեղ որ ոդկասթերի միջոցով փաստորեն տեղեկատվություն եք հաղորդում։ Պոդքասթների նպատակը հենց դրանումն էր, որպեսզի հասարակության լայն զանգվածներին մենք մատչելի լեզվով կարողանանք ինֆորմացիա, տեղեկատվությունը տարածել, որպեսզի իրենք հասկանան լնդի առողջության նշանակությունը եւ հրավիրում ենք տարբեր մասնագետների, ոչ միայն ստոմատոլոգներին հրավիրում ենք որպես հյուր, հրավիրել ենք դիետոլոգի, հրավիրել ենք հոգեբանի, մաշկաբանի, ովքեր որ ներկայացնում են տարբեր խնդիրների կապը բերանի խորոչի առողջության հետ։ Այսինքն ասոցիացիայի անդամն է վարում եւ այստեղից կարելի է շատ տեղեկատվություն քաղել։ Այո։ Ես կարծում եմ, որ իսկապես շատ անհրաժեշտ պիտի լինի, նաեւ մենք հնարավորություն կունենանք YouTube-յան ալիքի հասցեն տեղադրել հենց նկարագրության մեջ։ Ես շատ շնորհակալ եմ, Լուսինե, ինձ իրականում շատ հաճելի էր։ Ես ուզում եմ, որպեսզի 2026 թվականին էլ բոլոր այս ծրագրերը ձեր իրականացնեք, ոչ միայն ձեր անձնական, այսինքն մասնագիտական ուղղությամբ, որպես բժիշկ, ստոմատոլոգ, պերիոդոնտոլոգ, այլ նաև ասոցիացիայի, որովհետև դուք շատ եզակի ու շատ կարևոր բացառիկ այսպես հատկություն ասեմ, բնավորության գիծ ասեմ, տեսակի առանձնահատկություն ունեք պրոֆեսիոնալ մարդկանց համախմբելու։ Շատ շնորհակալ եմ ձեզ, ձեր թիմին, հրավերի եւ այս հաճելի հաղորդման համար։ Հուսամ, որ այն ինչ որ մենք այստեղ հնչեցրեցինք, օգտավետ կլինի ձեր հետևորդների համար։ Այո, շնորհակալ եմ շատ։ Ես կարծում եմ, որ օգտակար պիտի լինի ոչ միայն հետևորդներին, այսինքն մարդկանց, ուղղակի ովքեր կարող են այս խնդիրը ունենալ, այլև իրականում պրոֆեսիոնալներին։ Գիտեք, շատ կարևոր է բոլոր ժամանակներում պրոֆեսիոնալ որոշակի խնդիրները լուծել, մասնագիտական այս ուղղություններով առաջ գնալ, բայց ուղղություններ կան, որտեղ որ միասնական այսպես համախմբված աշխատանքը եւ շատ ավելի արդյունավետ է լինում եւ միևնույն ժամանակ շատ ավելի գործնական ու գիտականի նաև զուգակցելը, համակցելն է շատ տեսանելի լինում։ Առհասարակ ասոցիացիաները պիտի մեր ժամանակներում համախոհների եւ ըստ էության նույն ասպարեզի մարդկանց այս միավորումները կարևոր ու մեծ խնդիրներ կարող են լուծել։ Առաջին հերթին փորձն է, քանի որ տարբեր ժամանակներում, տարբեր ուղղություններով, տարբեր մասնագետներ ունենում են առիթ հանդիպել պացիենտների որոշակի առանձնահատկությունների, այստեղ իրենց փորձը, գիտական նոր ուսումնասիրությունները, հաջող փորձերի փոխանակումը ըստ էության հնարավորություն է տալիս եւ մասնագիտական առումով հաջողություն գրանցել եւ միևնույն ժամանակ անընդհատ տեղեկացված լինել, որովհետեւ մասնագետը եւ հատկապես բժիշկը, եթե անընդհատ իրադարձությունների կենտրոնում չի, անընդհատ նոր ինֆորմացիա չի ստանում, ըստ էության դժվար է այստեղ
միշտ պահել բարձր նշաձողը։ Ասոցիացիայի անդամ լինելու դեպքում այս հնարավորությունը դուք ունեք, շատ ժամանակ ու հատուկ ուսումնասիրություններ պետք չի անել հենց այս ամբողջ ինֆորմացիային տիրապետելու համար։ Մենք այսօր զրուցում էինք շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ բժշկի եւ միևնույն ժամանակ իր տեսակով նախաձեռնող, կնոջ հետ, Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ, բժիշկ, ստոմատոլոգ, պերիոդոնտոլոգ Լուսինե Հարությունյանի հետ։ Այս պահին ես ձեզ ուզում եմ հրաժեշտ տալ։ Ուզում եմ, որ շատ առողջ լինենք, իսկ դրա համար շատ կարևոր նախապայման կա ունենալ լավ տրամադրություն, շրջապատել դրական մարդկանցով եւ փոքր խնդիրների դեպքում դիմել ճիշտ մասնագետների։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։